Սիրելի քաղաքացիներ, Աստված մեզ ազատի քաղաքացիական պատերազմից, մենք գնում ենք շատ վատ ուղիով, ես ցավում եմ, որ փոքր կուսակցություններ այս ընտրությունների արդյունքում չեն հաղթահարել շեմը, չեն մտել, որը որ իհարկե էականորեն մի քանի նույն թեկուզ հանրապետություն կուսակցություններ, ես անկեղծ ասում եմ, որտեղ պարզա մենք հարցեր ունենք տարբեր ու այնպես էլ այդ հարցերը միշտ մնալու է, բայց ասենք այդ փոքր կուսակցությունները ուրիշ օրակարգ էին բերում, նույն ասենք Արամ Սարգսյանը խոսում էր բանի, բազալտե մալուխների արտադրություն, այսինքն դու ուրիշ որակական խոսակցություն ես ստանում, այս չգիտեմ, այս ինչը որ նոր եղավ, շատ վատ է, հարգելի քաղաքացիներ, ու այդ ընտրությունը ես ցավում եմ, որ հենց այդպես է դասավորվել, որտեղ ոչ ԿՊ-ն, ոչ իրենց կողմից նշված կամ ընդհանրապես մեր կողմից էլ ճանաչած, եթե նախկիններ էլ կան նախկինները եւ այլ այդ բազարը, որը որ պարլամենտում էր, որ 5 տարի էլ շարունակվի, մենք շատ վատ վիճակում ենք լինելու, դրա համար եմ ասում, Աստված մեզ ազատի քաղաքացիական պատերազմից։ Ես ինքս քաղաքական ելույթներս ընտրություններից ավարտից հետո որոշել էի չանել, դրա համար կենտրոնացել եմ տեխնիկական հարցերի, բայց պարոն Խաչատրյան, հիմա ձեր վերջի ելույթն էր ավականու բանում, կազմում, դի գնաք ԱԺ-ն մասնակցեք, հələ չգնացած արդեն այդ ԱԺ-ի բարքերը ձեր բանեցիք, այդպես չի լինի, էլի, պարոն Խաչատրյան, նորմալ իր համար նորմալ նիստ էր գնում էր ընդ ինչ-որ ձեր մուխը բան, հա, որ մի հատ է սև ծուխա մարդիկ մատնանշում են, այո, տեխնիկական հարցա սև ծուխա պետք է մատնանշեն, բայց ինչ մար են ժողովրդի իրանց ընտրել։ Այսքանը ես կոչ եմ անում զսպվածության ու պետական մտածողության։ Պարոն Փամբուխչյան, կներեք իհարկե, նաև ձեզ էլ վերաբերվում, որպես նիստ վարող ավելի հանդարտեցնող դեսպ ունենք։ Ինչ վերաբերվում է մի բանը շատ կարճ 20 վայրկյանով ասեմ ու всё։ Պարոն Գրիգորյանին արձագանքեմ, այո, մեր ձայները կտրուկ պակասել են, բայց նայեք նաև ձեր ձայներին 21 թվականից 18 թվականին ինչով եկեք է, 26 թվականին նույնիսկ ԿՊ-ն ձայների, քվեների այդ աստիճան մասնակցության դեպքում, որը որ համեմատ ավելի լավ է, 50% չեք կարողացել հավաքել։ Այդ էլ նկատի ունեցեք։ Պարոն Թորոսյան, ձեր կոչը տեղին կլիներ, եթե ընտրակաշառք բաժանող պետական դավաճանության մեջ մեղադրվող մարդու ցուցակի անդամները տեղից չբարբաջեն։ Իրենք պետք է լռեն հավիտյան, իրենք պետական դավաճանության մեջ մեղադրվող ցուցակի մեջ են գտնվում մարդու, իրանց լիդերն է, իրանց առաջնորդն է, եւ այդ դեպքում, երբ որ փորձում են տեղից ինչ-որ բաներ բարբաջել, այդ պարագայում արդեն որոշակի տեղի կատարել։ Ներողություն եմ խնդրում երևանցիներից եւ բոլոր հայաստանցիներից, գուցեև, բայց պետքա բոլոր հայաստանցիներ եւ երևանցիները իմանան, որ մարդիկ որ տեղից խոսում են, իրենք մեղադրվում են, իրենց լիդերը մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Դրանից առավել վատ հոդված Հայաստանի Հանրապետությունում մի քանի հատ կարելի է հաշվել։ Օրինակ Խադարկովսկին է Ռուսաստանում է պետական դավաճանության մեջ։ Նատալիա Սինորյան։ Կներեք մի վայրկյան, երբ որ դատարանը կապացուցի, ես համաձայն եմ։ Ես չեմ ասում պետական դավաճան, ասում եմ մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Պարոն Թորոսյան, Նատալիա Սինորյան։